Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպեցին կրոնական ազատություն, հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Խորհրդանշական, որ այս համաժողովը մեկնարկում է Շվեյցարիայում։ Մի երկրում, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում եւ պաշտպանվում են որպես համամարտկային արժեքներ եւ ամրագրված են այստեղ ստորագրված միջազգային կոնվենցիաներով ու հռչակագրերով։ Նոր պատմական եւ քաղաքական պայմաններում ես հրամայում եմ, որ Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին շնորհվի Երևանի ղազի։ Որոշումը հաստատվել է Կովկասի մամեդականների վարչության ղազիների խորհրդի կողմից 2025 թվականի մայիսի 22-ին։ Երևանի ղազի է նշանակել Բախտիար Նաջաֆովին։ Իրավան գարշակ։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչի։ Փորձեր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ Բարուն ես ասելու, 5 տարի ամեն օր ինձ տենում ես։ իրանք հասկանալու են, որ սխալ է։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստացած։ Այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որ այդպիսի առավիճ է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Մենք շարունակելու ենք մեր արարողները փոխանցանք, հետո նաեւ մայրաթոռ։ Սրբազան հայրեր ուրախ են ես տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուր հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը։ Տարածքից, ահա տեսեք։ Տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների եւ հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ
հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։